Ուզում եմ երկու հարցի անդրադառնալ, առաջինը դա ադրբեջանցիների հավակնություններն են Հայաստանում բնակվելու, իսկ երկրորդը վերաբերում է ընտրություններին։ Նայեք, այս վայրությամբ ընտրությունները ավարտվել են, իշխանությունները փաստացի ինչ-որ ձևեր են արձանագրել, համարում են, որ իշխանություն ունեն, կառավարություն են կազմելու, ամենայն դեպս դեռ նախորդից շարունակականությունն էլ կա, իրենք այսօր պատասխանություն ունեն Հայաստանի շահերը դեռևս հետապնդելու, պաշտպանելու։ Նայեք, խոսքս իշխանություններին է, ադրբեջանցիների վերադարձի հարցը, եկեք իշխանություն, ընդդիմություն, քննարկման, վիճաբանության առարկա դարձնելուց հրաժարվեք, դարձրեք Հայաստան-Ադրբեջան վիճաբանության առարկա, արձագանքեք ադրբեջանցիների խոսույթներին, գործողություններին, Միացյալ Նահանգներում, եվրոպական այլ երկրներում նրանց գործունեությանը, սա լուրջ վտանգ է, ասելով, որ այդպիսի հարց չկա, ընդդիմությունը շահարկում է, դա այդպես չէ, նույնը ասում էիք Արցախի վերաբերյալ, վերջում մենք Արցախը կոչեցինք, ես համոզված եմ, որ վերջում մենք նաև Հայաստանի ամբողջ դեմոգրաֆիկ իրավիճակն ենք փոխելու, սա միանգամից չի լինելու, բայց իր սկիզբը հիմա է դրվում, եթե մենք սրա դիմացը չարանք, հենց այսօր, հետո շատ դժվար է լինելու։ Իշխանությունները գնալու են թրիֆի իրականացման, իշխանությունները դեռ այսպես կոչված անկլավներ են տալու եւ այդ թափանցումը հենց այդ կետերից է սկսելու։ Ադրբեջանցիների Հայաստան բնակեցման հարցը դա Ադրբեջանի պետական ծրագիր է։ Արդյոք սա մենք չենք տեսնում, արդյոք սա ակնհայտ չի։ Սա ընդդիմություն, իշխանություն հարց չի, սա Հայաստանի ազգային անվտանգության հարց է։ Եթե սրա առաջը մենք չառնենք հիմի մոտ ապագային, չգիտեմ, թեկուզ 10 միակ, բայց դա պատմության գրվածքով ժամանակահատված չի, դա ակնթարթ է։ Մենք տեսնելու ենք, որ Հայաստան պետությունը ինքը արդեն հայկական տարածք չի։ Մենք կարող է մեր մեծամասնությունը մեր հայրենիքում կորցնենք։ Սա լուրջ վտանգ է, սա հանեք ընդդիմություն, իշխանություն այդ ոլորտից եւ սա դարձրեք ձեր արտաքին քաղաքականության ուղղություններից մեկը։ Այս հարցով նաև մի այլ բան ասեմ։ Իշխանությունների հիմնավորումները, որ եթե Արցախի դրոշ չջոջեն կամ չխոսեն, ադրբեջանցի կհրաժարվեն իրենց վերադարձի այսպես կոչված գաղափարից, ոչ դա այդպես չէ։ Նախ որ այս երկուսը իրար հետ հավասարեցնելը, դա լրջակույն սխալ էր, որ արվել է Հայաստանի իշխանությունների կողմից։ Նույնացնել ինչ որ սովետական շրջանից 91 թվականից գնացած Հայաստանի ադրբեջանցիների վերադարձը հավասարեցնել ընդամենը մի քանի տարի առաջ ինքնավար մարզ ունեցած սովետական շրջանում 75 տարի, դրանից հետո 30 տարի միջազգային միջնորդությամբ ինքնորոշման բանակցություն վարած տարածքի բնակչությունը չի կարելի հավասարեցնել ադրբեջանցիների սովետական շրջանից գնացած վերադարձի հետ։ Դա կարելի հավասարեցնել նրանց 150,000-ը մեր 300,000-ի հետ, որոնք ապրում էին Ադրբեջանի տարբեր քաղաքներում, Լեռնային Ղարաբաղից, Արցախից դուրս։ Նման հավասարեցում իսկապես չի կարելի անել։ Արցախցիների վերադարձի հարցը դա միջազգային օրենքով ամրագրված է։ Գա Արդարադատության միջազգային դատարանի որոշումը, գա Եվրոխորհրդարանի մի քանի ռեզոլյուցիաներ, գա Շվեյցարիայի խորհրդարանի նախաձեռնությունը, գա Միացյալ Կոնգրեսի 100-ից ավել կոնգրեսականների հայտարարությունը, Մեծ Բրիտանիայի խորհրդարանի պատգամավորների հայտարարությունը, անհատ երկրների գործադիրի մակարդակով արված հայտարարությունները, նրանց վերադարձի իրավունքը չի կարելի նույնիսկ մոտեցնել,
չասեմ հավասարեցնել ադրբեջանցիների ինչ-որ վերադարձի հարցի հետ, բայց նորից վերադառնամ հիմնական հարցին, մի արհամարեք այս խնդիրը, ընդդիմության խփելու համար մի լրեք սրա մասին, խոսեք, սա լուրջ վտանգ է, սա պետական ծրագիր է Ադրբեջանի կողմից, մենք կգործնենք նախ Սյունիքը, հետո կլինի թափանցումը Տիգրանաշենից, Տավուշից, դեպի ավելի կենտրոնական շրջաններ եւ մի օր իրոք մենք մեր աչքը կբացենք, տեսնենք, որ մենք ապրում ենք մի երկրում, որտեղ մենք արդեն մեծամասնություն չենք որպես հայ ժողովուրդ։